Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, կոչ արել մեր երկրին ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, կրկնել է Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը, նշել, թե իբր այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար։ Հայաստանի հետ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, իսկ արագ բարեկամանալը անիրատեսական, սակայն առաջին քայլերը հնարավոր է անել։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, արտգործնախարարության խոսնակի X-ի գրառումն է։ Արձագանքելով Բաքվից շարունակաբար հնչող պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը Բատալյանը հիշեցրել է. 2021-ին Հայաստանը առանց նախապայմանների Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների 972 տեղեկամատյան, 2024-ի սկզբին ականապատ տարածքների նորմատյաններ փոխանցել Բաքվին։ Անդրադառնալով այդ քարտեզների ճշգրտության վերաբերյալ Ադրբեջանի կասկածներին շեշտել, ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական կեղծ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ընկած ժամանակահատվածում զուսպ ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ականի պայթյունից զինծառայողը վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։